Ամբողջ աշխարհում եւ Հայաստանում տարեկան գրանցվում են հազարավոր ճանապարհատրանսպորտային պատահարներ, որոնց մեծ մասը լինում է երթևեկության կանոնների խախտումների հետևանքով։ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների ցավալի հետևանքների զոհ են դառնում նաեւ երեխաները։ 2024 թվականի ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում զոհվել է մինչեւ 18 տարեկան 19 երեխա, մարմնական վնասվածքներ ստացել 629։ Դեպքերի թիվը 2023 թվականի համեմատ նվազել է։ 2024 թվականի 19 զոհերից 13-ը եղել են ուղևորներ, որպես երթևեկության մասնակից, իսկ 6-ը հետիոտներ եւ 629 վիրավորված մարմնական վնասվածքներ ստացածներից 418-ը եղել են ուղևորներ, իսկ 211-ը հետիոտներ։ 2025 թվականի 4 ամիսների ընթացքում մինչև 18 տարեկան երեխաների մասնակցության պատահարներից զոհվել է 4 անձ եւ մարմնական վնասվածքներ ստացել 220-ը։ Բաշխվածությունն այսպիսին է, 4 զոհերից 2-ը եղել են ուղևորներ, 2-ը հետիոտ են եւ 220 զոհերի մարմնական վնասվածք ստացածներից 143-ը եղել են ուղևորներ, 77-ը հետիոտներ։ Չիլինգարյանը մտահոգված է, ներկայացված թվերը խոսում է այն մասին, որ մինչև 18 տարեկան անչափահաս քաղաքացիների մեծ մասը հետիոտնի կարգավիճակում մարմնական վնասվածքներ է ստացել, քանի որ չի հետևել ճանապարհային երթևեկության կանոններին, իսկ ուղևորների պարագայում երեխաները չեն եղել ամրակապված կամ համապատասխան մանկական պահող հարմարանքի։ Մենք նաև պարբերաբար տարվա ընթացքում ունենում ենք շրջայցեր դպրոցներ, հանդիպումներ ենք ունենում դպրոցների ուսուցիչների, ինչպես նաև երեխաների հետ, բացատրում ենք բնականաբար ճանապարհային երթևեկության կանոնների իրենց հասանելի տեղեկատվությունը, հատկապես ճանապարհը հատելու կամ ճանապարհով տեղաշարժվելու կարգը, ու բացի այդ մեր ամենօրյա ծառայության ընթացքում ուշադրություն ենք դարձնում տրանսպորտային միջոցով երեխաների տեղափոխման կարգին, քանի որ շատ են դեպքերը, երբ հենց որպես ուղևոր են մեր անչափահաս քաղաքացիները ենթարկվում ճանապարհատրանսպորտային պատահարի, այսինքն գտնվելով մեքենայի մեջ, այստեղ ուշադրություն ենք դարձնում բնականաբար հաշվի առնելով նաև տարիքային եւ ֆիզիոլոգիական հատկանիշները տեղափոխման կարգին, այսինքն այն դեպքերում, երբ նախատեսվում է, որ պետք է երեխան լինի ամրակապված, պահանջում ենք, որ լինի ամրակապված, եւ այն դեպքերում, երբ պետք է տեղափոխվի մանկական պահող հարմարանքով, պահանջում ենք, որպեսզի տեղափոխվի դրանով, իսկ չունենալու դեպքում իրականացնում ենք համապատասխան վարչարություն, բացի այդ որոշում ենք, որ մեր ծնողները պահպանեն նաև երեխաների տեղափոխման կարգը, քանի որ այս դեպքում երեխաների կամքից չէ կախված, այլ ծնողի կամքից է կախված։ Երեխաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերին ամենօրյա ռեժիմով առնչվում են նաև բժիշկները, վստահեցնելով, որ մեծ պատասխանատվությամբ պետք է վերաբերվել ճանապարհային անվտանգությանը, որն ըստ մասնագետի երբեմն գալիս է գիտակցության բացակայությունից, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ պատահարները։ Մշակույթի խնդիր ունենք հասարակության մեջ այդ ընկալումը, կրթական ծրագրերը եւ առհասարակ մեր միջավայրը տրամադրող չեն այդ կանոններին հետևելու համար։ Ամեն ծնող, ինչպես երեխայի ծննդյանը նախապատրաստվում է օրինակ օրորոց գնելով, քան որ դա շատ բնական է, մենք չենք պատկերացնում, որ երեխան կարող է այլ վայրում քնել, քան իր օրորոցում, նույնպես չպետք է պատկերացնենք, որ երեխան մեքենայի մեջ կարող է գտնվել այլ վայրում, քան իր մանկական հատուկ տեսված նստատեղում եւ երեխան ծնված օրից ցանկացած կարճ, երկար, մոտիկ, հեռու ուղևորություն պետք է գնա անվտանգ, ամրակապված եւ հատուկ նստատեղում։ Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով երեխաների մոտ առավել հաճախ հանդիպում են գլխի, ողնաշարի, ներքին օրգանների տարբեր տեսակի վնասվածքներ, ինչպես նաեւ վերջույթների կոտրվածքները։ Ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում տուժած մեծաքանակ երեխաները ահազանգող են բոլորիս համար։ Գրեթե ամեն օր առնչվում ենք այդ պատահարների արդյունքում տուժած երեխաների հետ եւ բոլոր վնասվածքները գրեթե հնարավոր է կանխարգելել, եթե ճիշտ պահպանվեն ճանապարհային երթևեկության կանոնները։ Երբ որ քարսիտ օգտագործում են, իրանք արդեն այնքան հասուն են, որ նաեւ պահպանում են մյուս երթևեկության կանոնները։ Ես չեմ հիշում քարսիտով վնասված երեխա։ Երեխեք լինելով փոքր, երեխեքը լինելով տենց շեղված անընդհատ երթևեկության ընթացքում պետքա ֆիքսված լինեն։ Վթարը վայրկյանական է, եթե վարորդը կարող է իրան պաշտպանի, տեսնելով վթարի պահը, երեխեքը թույլ նստած են ու ֆիքսված չլինելով շատ ծանր կարող է վնասվել, շատ ծանր։ Մասնագետները եւ պատկան մարմինները փաստում են, շատ մեծ աշխատանք կա իրականացնելու ճանապարհային երթևեկության անվտանգության մշակույթը հանրության մեջ զարգացնելու ուղղությամբ։ Սկսած ծնողներից պետք է ճիշտ հետևեն այդ կանոններին եւ օրինակ ծառայեն իրենց երեխաների համար։ Գայնե Գաբոյան, Հովանես Մկրտչյան, Armenpress։